Մարդը պիտի ուղղակի այն ամենավերջին աստիճանի բութ լինի, որ չհասկանա, թե հիմա եկեղեցու հետ ինչա կատարվում։ Ասեք, ինչի է թիրախավորվել Արշակ Սրբազանը, որովհետև այս ամբողջ ընթացքում Արցախը թշնամուն հանձնելուց հետո հիմնականում 3 սրբազան կար, որ քննադատական համարձակ խոսքով էին հանդես գալի։ Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը, Արշակ Սրբազանը։ Միքայել Սրբազանին ձերբակալել են, դու էիր լացում Մայրաթորի Բակում, որ ձերբակալում էին Սրբազանին, չես հիշում, որ լացում էիր։ Բագրատ Սրբազանին ձերբակալել են, հերթը հասել է Արշակ Սրբազան։ Այսինքն դու այնքան բութ եք, որ չեք հասկանում ինչա կատարվել, նստած տեսանյութ եք քննարկում։ Տեսանյութ քննարկողներն էլ ովքեր են, ով աշխարհի կամպրոմատները գլխին նստել, այսինքն Կրճոյանը Պետրոս, որ Նիկոդան ասում է դու Բենթլի Սամո ես, դու օֆշոր ես, քրեական գործեր, չգիտեմ Աբրահամը, Քարամյանը, չգիտեմ են Անուշ Հայվանը, սրանք նստել են, բարեվարկություն են քննարկում Նիկոլի հետ։